Վերջերս լուրերով տեսանք, որ վարչապետը որոշեց իր հեծանիվով գնա աշխատանքի եւ խցանման մեջ մնաց։ Հետո լուրերով տեսանք, որ վարչապետը զարմացել է, որ խցանում կա։ Ասում եմ, չեմ հասկանում։ Խցանում կա, չեմ հասկանում, ո՞նց է խցանում առաջանում։ Այդպես մի բան ասեց։ Ու այսօր քաղաքապետարանը նախագիծ է բերել, որ 74 հոգի աշխատանքի ընդունեն, ամսական 41 միլիոն դրամ տան, հեռուստացույցով, էկրանով նայեն, տեսնեն ոնց է խցանում առաջանում։ Այսպես նստեն նայեն։ Մոտավորապես 7 հատ այդ աշխատակիցներից 1.5 միլիոն դրամ աշխատավարձ են ստանալու ամիսը։ Գիտեք ժողովուրդ, 200 տարի առաջ, երբ մարդկությունը առաջին անգամ զուգարանի թուղթը ստեղծեց, մի մասա ժողովուրդ կային, որ ասեցին դա մեզ պետք չի, մեր պապերը զուգարանի թուղթ չեն օգտագործել, մեզ ինչի է պետք։ Հիմա ՔՊ-ի կառավարումը ճանապարհներն նույն տրամաբանությունով է առաջ գնում։ Բոլոր երթևեկության կեղտը արվում է ճանապարհի մեջը, խցանումներ է ստեղծում, հետո ասում են ո՞նց է խցանում ստեղծում։ Ես արդեն իմ ձայնը ծանոթ է վթարների պահով, վերջերս օրենք հասկացեցիք, որ վթարի առավելագույն շեմը 400,000 դրամի վնաս կարող է լինի, եւ պիտի երկու հոգի, որ վթարի մեջ են ունում, պիտի իրար հետ համաձայնվեն, որ կարողանան ավտոն քաշեն, ճանապարհ ազատեն։ Հիմա դուք ասում եք երկու հոգի նստեք կռվեք, տեսեք ով է մեղավոր, մեկ էլ մի հատ բամփոր, որ կարող է 500,000 դրամ արժի կամ 600,000 նոր մեքենայի, ասում եք չէ, դա չի արժի, դուք մինչև 400,000 դրամ կարեք որոշում կայացեք։ Սա այս ՔՊ-ի մտածելակերպի ունակությունն է։ Մտածեք, ամեն օր հղի կանայք, երեխեքը դպրոցներ են գնում, ծնողներ աշխատանքի են գնում, պիտի կանեն փոքր վթարների, ցանկացած վթար, փոքր չէ, մեծ վթար, որ վնասված չկա, մարդ չի մերել, որոնք քաղաքակիրթ երկրներով կողք են քաշում, այստեղ պիտի ժողովուրդը կանեն նայեն, պիտի սպասեն ոստիկանը գա, ոստիկանը գա պիտի գա մետր հանի, այսպես պիտի չափի, Սա քաղաքը պիտի նստի կանգնի նայի, ինչքան հետո մնացեք, այ ժողովուրդ, այդ ամերիկացիք, որ եկան վերապատրաստեն ես Հայաստանի ոստիկանները, մինչ օրս ծաղրում են ձեզ, ասում են 1000 անգամ իրաց ասենք, վթարների համար ճանապարհ ազատեք, ինչ եք կանում մեջտեղը, չեն հասկանում, ու ինչու ժողովուրդ, արդյոք կարող է իրականում այսքան անհասկացող են, թե ձեզ երկրորդ դասի քաղաքացու տեղ են դրել։ Այսինքն իրանք կարող են գնան Եվրոպաներ, ԱՄՆ-ներ, Դուբայներ, ֆռան, տեսնեն երթևեկությունը ոնց է աշխատում, վթարից հետո երբ որ մեքենաս վարձում տպած գրալ ասում են, մեքենա վթարվում է քաշվես կողմ, հետո ինչ ուզում ես արա, ոստիկան, ապա ինչ ուզում ես արա, բայց ճանապարհ ազատում եք։ Բայց այստեղ ասում են, չէ ժողովուրդ, դուք երկրորդ դասի մարդիկ եք, չենք վստահում ձեզի, ճանապարհը սպասենք մինչև ապան գա, ոստիկանը գա, ոստիկանին են նվաստացրեն, դարձեն դզող փչող, ոստիկանը պիտի գատեք նայի տես ինչքան վնաս է ստացվել մեքենան։ Այդպեսի բան աշխարհում գոյություն չունի։ Դուք այդ օրենքը չի աշխատում, ասեցի, շեմեկներ, 400,000 դրամի շեմեկներ, եւ պիտի երկու հոգի համաձայնվի, ո՞նց եք ասում ժողովրդին դատարան ստեղծեք ճանապարհի մեջտեղը։ Դուք պրիմիտիվ աշխարհի օրենքները չեք հասկանում։ Հիմա ուզում եք բերեք ամսական 41 միլիոն դրամ տակ, նայեն տեսնեն ո՞նց է խցանում, ո՞նց է մետրով չափում, ո՞նց է ժողովուրդը անօգնական վիճակում մնում, ստեղ նստած է նախկին արտակարգ իրավիճակների նախարարը, մի անգամ իր մտքով անցել է, որ կառավարության նիստերին ասի մի վարքյան, այսքան հրշեշի ավտոներ, այսքան մեքենաները շտապօգնության կանգնած մնաց վթարների պատճառով առաջ չեն կարող գալ, մի անգամ այդ հարցը բարձրացրեք պարոն Պապուչյան, դուք նախարար եք աշխատել։ Կարող եք ազգային ժողովի աշխատակիցներ ներկայացնել Field Group-ի ենթականերն են, ենթակա եք դուք գրուպի ապային գիտիների ենթականներ եք, որ իրանց եք պաշտպանում։ Ես շարունակեմ։ Հայկ Գրիգորյան, չսպառվել է ձեր ժամանակ։ Եղավ։